Մենք մեկ դեղի էլանք, ուրիշ դեղ եկանք, սարույցե էլանք, հիմա գրագի մեջ մտանք։ Ես գկրդնիմ այստեղ։ Վայ։ Ով ուրախ է։ Ով ուրախ է, որ դիրոջ կպատկանի։ Հա? Անգերձս եմ, ես յետև չեմ նայր։ Նախնդրեմ ամեն ինչ գործընծնեմ բացի Հիսուս։ Նախնդրեմ թաղին ձայրը բան չունենամ։ Նույնիսկ եթե ընտանիքը սա պիտի գործընծնեմ, խնդիր չէ, ինչ անեմ, որ Հիսուս չի գործընծնեմ։ Բայց Հիսուս այդ մեկը չի անում, վստահ Հիսուս քեզի պիտի աջեցնե, շատցնե եւ երգիրը պիտի լեցնե։ Իր զավակներով։ Ամեն։ Նախքան այսօր մեր խոսքին անցնենք, ես կուզեմ բաժնեկցի սիրոնվերի մեկ ներշնչում, որ դերը սրդիս մեջ դրավ Զարայոնները գնամ մոդենալ, ուրեմն Մատթեոս 17-րդ գլուխն է։ Դաջարի դուրքի վճարումը։ Դաջարի դուրքի վճարումը։ Գիտեք, որ դաջարը դուրք ուներ։ Եվ ասիկա վավերական դուրք էր իմիջայլոց։ Այսպես մարդկային ստեղծված մչեր, ասված ինքը բադվիրած էր, դաջարը դուրք ուներ։ Մոսեսի օրենքի մեջ գրված է, նաև Նեհեմիայի թուղթի մեջ գրված է, որ գսե որ դաջարին մեջ պետք է ամեն մարդ բերե իր դուրքը, որբեսի դաջարին հոգ դանին, ծառայողներուն հոգ դանին, դուրք կար, որ պետք է վճարվեր եւ այդ դուրքին մասին է նյութը։ Okay? So, երբ նրանք Կապառնայում եկան Հիսուս եւ աշակերտները, Եկ թրամյան դուրք հավաքողները մոտեցան Պետրոսին եւ ասացին. So, աս դուրքը հավաքողները եկան եւ Հիսուսին Պետրոսին ասացին. Ձեր վարդապետը երբ թրամյան չի վճարում, այդ դուրքը չի վճարում։ Հիսուս անշուշտ կվճարեր։ Պետրոս ասավ, նա ասաց, այո վճարում է։ So, անոր խնդիր ունի դալու մեջ Հիսուս ագուդար։ Հիսուսը գվճարեր։ Ամբես մեջ է, որ Հիսուս չեր դար դաջարին, ինքը անունգե զուրգ չեր, ինքն ալ գուդար։ Եվ հիմա բաջարը պիտի տեսնենք ինչու։ Չեր դար, որովհետև ինքը ստիպված էր, բարդաթրված էր, գուդար, որբեսի հարկե Աստուծո, գուդար, որբեսի եկեղեցին կամ դաջարին Աստուծո կորձին նեցուկ կենա։ Ինքն ալ գուդար։ Եվ դեր Հիսուսին թրամ գուկար, ինքը կանցանակ ուներ, կանցաբահ ուներ, Հութա էր անունը, կկողնար անշուշտ, և Հիսուս դեղյակ էր, կանցաբահ ուներ, 1000-2000 դրամի համար կանցաբահ բեք չունիս, կրբանդ կտնես, չեմը, բայց և որ մեծ կումարներ գա, այլևս կանցաբահ պետք կա, և կանցաբահ պետք է ինքը հսկե այդ կումարը, հետևաբար գսե Պետրոս, այո, նա վճարում է, ինքը անգե հերու չէ, և հավանաբար մեծ կայտաղություն պիտի ելար, և նաև մեզի ալ, եթե Հիսուս դվող չլար, որովհետև պիտենք մենք ուտանք, որ Հիսուս չի դվավ, և եթե ես Հիսուսին պիտի հետևիմ, Հիսուս դվողը չէր, գրնային կանան գսել, բայց այդպես չէր, Հիսուս դվող էր, Հիսուս ինքն ագուդար, ինքն ագվճար էր։ So երբ Պետրոս դում մտավ, Հիսուսը նրան գանխեց և ասաց, քեզ ինչ է թվում, Սիմոն, երկրի թագավորները ո՞մից են հարգը, կամ ումից են հարգը, կամ դուրքը վերցնում, իրենց զավակներից, թե օդարներից։ Պետրոսը նրան պատասխանեց ասավ ինչ, օդարներից։ So երկրի թագավորները եւ որ դուրք կհավաքեին աշխարհին մեջ, իրենց զավակներն իշխաններեն գարնեին դուրք։ Չեն առնել, որ մեկ առնեն, օդարներեն գարնեն։ Ինչու համար Հիսուս ասնույթը բացավ, որով հաջորդ դողի մեջ հետեւյալը գսե, ուրեմն որդիները ազատ են։ So սկզբունքով դեր Հիսուսը ստիպված չի դարգոր։ Եվ որ ինքը ասխոսքը ասավ, Աստուծո թեմ ելնելու նպատակով չսավ, ինքը Աստուծո թշնամի չէ, ընդհակառակը Աստուծո գամքը նելու եկավ, չէ՞։ Աստված ասո օրենքը դրած է, եւ ինքը ասո օրենքը պիտի հարգե, բայց չի հարգեր, որովհետեւ ինքը ստիպված է, բարդաթրված է, ինքը գահարկե, որով ինքը որդի է, ազատ է։ Ազատությամբ կուտա, հոս է դարբերությունը։ Ստիպված չի դար, ջնշումի դագ է եսելով չի դար։ Գուտա, որովհետեւ ինքը գուզե դալ, որով ինքը ազատ է։ Երկինքեն Աստված քարչին է դեր, եւ որ Հիսուս չդվավ։ Բայց որովհետեւ որդի եմ, ես պիտի դամ։
Որովհետև ես իմ հորս գործը բադվել գուզեմ, իրեն բադվել գուզեմ, ես պիտի դամ, որբեսի ես օրինակ լամ հետո եկող եկեղեցին, որ ինքն ալ դվողը լա եւ եկեղեցին հոգա, դաջարին հոգա, ես պիտի դամ։ Ես որոշում ունիմ դալու, ես ստիպված չեմ դալու։ Ես ընդրություն ունիմ դալու եւ հոս է դարբերությունը։ Հիսուս եւ այս խոսքը հսավ ինքզին հայտնեց իբրև Աստծո որդի։ Քանի իսավ թակավորները որ մեկ առնեն, որդիներեն կամ օդարներեն, սավ օդարներեն։ Ուրեմն մենք որդիները ազատ ենք գսավ։ Ինքզինքը Աստծո որդի հրճագեց այստեղ։ Ես ազատ եմ ասավ։ Բայց որբեսի չքայթաղվեն, ասավ, գնալիճ, գարդ գցիր եւ դուրս եկած առաջին ցուգը վերցրու։ Փերանը բացարա եւ մի սադեր գտնես, վերցրու այն եւ նրանց դուր իմ ու քուդերը։ Ուրեմն Եվ Պետրոս Աստծո խոսքը լսելով հնազանդվեց։ Դեր Հիսուս իրեն ինչ ասավ քնա ուրեմն գարտն է առաջին ցուգը որ վերցնես մեջը սադեր պիտի գտնես ադի գերլես ինձի եւ քու փոխարեն գվճարես ինչ կեցիկ է որ երբ տուն Աստծո խոսքին հիման վրա շարժելով ոչ որով ստիպված ես այլ որովհետեւ որդի ես եւ գուզես բադվել դիրոջը եւ հոգալ եկեցին դուրս ելես աշխատանքի Պետրոսը ինչ էր, ցգնորս էր, չէ։ Իրեն չսավ կնա ադաղցակորզությունները, սավ կնա գարտն է ձովու մեջ, ինքը վարժ է այդ կորզին, իր կորձն է ադիգա։ Սավ օքեյ, հիմա կնա եւ գարտն է եւ առաջին գարտը արդեն առաջին ցուգը պիտի բռնես եւ մեջեն սադեր պիտի գտնես։ Երբ քու նպատակը Աստծո խոսքին հնազանդիլ է սիրահոժար, Աստված քու կորձը գործն է։ Առաջին ցուգեն արդեն քու պետք կտկուդա, քու դալի կտկուդա, ժամանակին գուդա, Աստված ճուշանար, ջիշ պետք կգուդա, կերպնական գտեսնես եւ վկայություն ունենաս Աստծո դալու։ Եվ ադի գտեսնենք այս բացմիջան մեջ։ Պետրոս բամը վայելեց, որ շատ հավատացյալներ կա այսօր պետք է վայելեն։ Աստծո սիրահոժար դվեք կսե Աստվածաշունչը ոչ ստիպմամբ։ Դվեք Աստծո ուրախությամբ դվեք Աստծո եւ Աստված որ գսե իր կանցերը հավիտենական են իրեն ինքը պիտի ցեզի վարչադրե կամ պիտի հայթայթե բոլոր բերդքերը որ մենք ունենք չեմը եւ ադի է որ ուղագի Հիսուսի եւ Պետրոսի հետ կտեսնենք Հիսուս դվավ որով ազատ էր Պետրոս դվավ որով հնազանդ էր եւ Պետրոս դեսավ վկայություն որովհետեւ ինքը խոսքին համաձայն շարժեցավ Թունալ եւ գուդաս ազատությամբ հնազանդությամբ սիրահոժար գտեսնես վկայություն ունենաս բատմելիք եւ ինչ որ Պետրոս վայելեց այստեղ մեզիալ դրված է որ մենք ալ վայելենք ես աբիտ նեդեմ գարտը ցուկ պիտ որսամ եւ առաջին ցուգեն երբ մինչեւ ամփոչ գիշերը պիտի չանցնեմ այնտեղ Պետրոս շատ անանք գիշերներ ունեցած է որ ամփոչ գիշերները ոնդե անցուցած եւ ցուկ նույնիսկ չէ գրծած վերցնել չէ Առաջին ցուգը ասավ, որ առնես մեջը պիտի լա ոսկին, կամ այդ սադերը, եւ ադիգա ինձի եւ քեզի ամեն պետքերուտ պիտի հոգաս։ Ամեն։ Անամա եկեք հավատքով դանք, ազատ դանք, ոչ թե ստիպված։ Եթե ստիպված գսկած դալու մի դար ավելի լավ է, բարաբի գուտաս։ Բայց ազատությամբ դուր, սիրահոժար դուր Աստծո եւ վկայություն ունեցիր, պիտի ունենաս։ Եվ ադիգա հետո գելես կբատնես։ Ամեն։ Գնան ծառայողները անցնել եւ հավաքել ինչ ես կաղոթեմ դե շնորհակալ եմ որ քու խոսքդ դերը դու ես դու քու խոսքդ կբահես եւ կբահբանես եւ ինչ մենք կուտանք դեր դու մեզի վկայություն կպատրաստես մեր պետքը մեր հնազանդության գահանտիբի եւ որ մենք քու խոսքի դամացան շարժինք Պիտի դեսենք եւ պիտի վկայենք քու քաղցությունդ, քու փարությունդ, հայթայթողը լալ Աստվածը, որ քու անունը դե որ դու հայթայթող Աստված ես։ Եվ դու ամեն պետքերը գողոքաս, մեր պետքերը մեզ մե ավելի լավ գիտես։ Եվ մեզմով նաեւ պիտի հասնես աշխարհ եւ աշխարհի մեջ քու թակավորություն հաստատես, օրտնե ամեն զավակ այստեղ։ Իրենց քրբանները, իրենց ստացվածները, իրենց բանկայի հաշիվները, թող փառքավաճին մեծնան, շատնան, երգիրը լեցնեն քեզմով, ամեն բարդ կոծվի, ամեն վարգ
կոչվի Հիսուսի անունով։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա։ Դե լավ։ Իխնդրեմ մեր աստվածաշունչները փանանք Սամոս 139։ Սամոս 139։ Եվ նախքան ուն գարտամ, ես այսօր հատկապես որ հիմա նոր դարինը սկսանք, դերոջ խոսքն էր, որ մենք շիդակը սկսենք եւ շիդակ շարժենք, գիտնանք ուր գերտանք եւ ինչպես պիտի երթանք եւ ինչ ենք անելու այս դարվա մեջ 2026 գիշեք նախքան դարին վերջանար գխոսեինք դերոջ մեր խոսք առնես 2026-ի համար ադոր հիման վրա ավելի դեր գուզե մադը տնել շեշտը տնել եւ այս համարն է ասենք վերնակիր համարը Արագած 29-18-ի մեջ կսե առանց դեսիլքի ժողովուրդը սանսարցակ կդառնա գգորսվի առանց դեսիլք ունենալու առանց ջանչնաս նպատակը ուր ես գնալու սանսարցակ կդառնա ժողովուրդը ես սանսարցակ կդառնամ եթե դեսիլք չունիմ գնամանի ավտոմը դա GPS-ը գա Yandex-ը գա վարելանյութը գա գազը գա օտոն վարած եմ սկսա քշել ավտոմեքենան, բայց չգիտեմ ուր պիտի երթամ։ Ուր գահասնիս։ Չես գիտի ուր գահասնիս, չէ՞, սանսարցակ կդառնաս։ Գսկսիս բդդիլ միան, ֆռալ, բայց դեղ չունիս երթալու, նպատակ չունիս, ադամա գարա նույնիսկ նույն դեղը հասնիս։ Գլոր դառնաս, նույն դեղը հասնիս ի վերջո, չէ՞։ Անոնց շատ կարևոր է նպատակ ունենալ առանց նպատակի, առանց դեսիլքի հույս չունիս Փափակ չունիս վաղվա համար։ Ինչի համար Գաբրիմ։ Մարդիկ գանույս անցնասպան գլան, որով դեսիլք չունին այլևս։ Հատկապես դղամարդու համար դեսիլքը հիմնական է։ Որով աղջիկը սկզբունքով պիտի կա միանա դողուն դեսիլքին մեջ։ Ինքը օգնական է այն դեսիլքին, որ դերը գուդա մարդուն գինը գմոդենա եւ իր ցերկը գերգարե եւ օգնական գլա։ Որովհետեւ այդ դեսիլքը ավելի հաջողություն ունենա եւ ավելի հարաճ երթա։ Իմ բարակայսան նույնպես եղավ ես գաղութեի դիրոջ կսեի դեր ես գուզեմ իմ կյանքիս մեջ օգնականը որ ինձ պիտի օգնե ոչ թե ինձ յետև քաշե հա ինձ օգնե 100% դառնա 200% ավելի զորությամբ թափով դեսիլքը առաքելությունը հաջողցնելու նպատակով եւ դերը կանադայեն փերավ իմ գինս եւ միացուց ինձի որպես այս կորձը ամփոփչանա աստուծամար դժվար չէ հերույեն գնա ոսկին արձատը ստացված ինչ բան որ պետք ունիս ինքը դա միջանալու ու կուսիրդը իր դեսիլքի միացած է ինքը բոլոր բաները քեզի գուտա եւ այս դարին որ նորը սկսավ այս դարին մենք դեսիլքով պիտի մտնենք նպատակով պիտի մտնենք որովհետեւ մենք հասնենք աստուծո կորձը ամփոփչացնելու առաջ երթանք Աստված բոլորիս համար դեսիլք եւ նպատակ ունի չգարձես որ Աստված քեզի չունի ուրիշին ունի բոլորիս համար ունի եւ ադիգաբի դեսենք հիմա Սամոսի մեջը բայց ինքը ինքը չի բարդատրեր իմ եւ քու վրա Գեցիկ չէ Աստված ջենտլմեն է ինքը չի բարդատրեր չստիբեր քեզ ինչպես մոկուրը սկսեր երկինքային քարչը ներ եթե տուն հանգած իր ճուզածը սկսարանել բայց քեզի գուղե քեզի խրատ գուդա քեզի գինա որադի հետաբնտես ինձի գինա որադի հետաբնտես Աստված բոլորիս համար դեսիլք ունի բայց որբեսի ես այդ դեսիլքը ջանչնամ ես պետք է հետաբնտեմ ադիգա ինքը ադիգային վրա սպիտի չստիբե ես պետք է ուզեմ այդ մեկը որբեսի ես ադորամացային աբրիմ պետք է իմ սիրտս ուղեմ Աստուծո ճիշտ ինչպես գինը չի գնալ հղի դառնալ բադահմամբ Պետք է հարաբերություն մշակե, որովհետեւ ինքը ունենա այդ հունդը, որմով ինքը հղի պիտի դառնա, չէ՞։ Մեկը բադահմամբ հղի չդառնար։ Նույնպես է դեսիլքը քու կյանքիդ մեջ ծնանելու համար պետք է նա հղանաս, հղանալու համար անանք բադահմամբ չլար։ Քայլ մը գա, որ ես եւ դու պիտի ինենք։ Հղությունը առանցին հղի մեկը չի դառնար։ Պրոցես մը գա, որ պետք է լա, որ եւ ինքը մաս պետք է գազմի այդ պրոցեսի մեջ, որովհետեւ մեկը հղի դառնա։
Թունալ նույնպես, Աստված եթե դեսիլք ունի բոլորիս համար, եւ ես գուզեմ ալ դեսիլք իմ կյանքից մեջ ճանչնալ, ես քայլ ունիմ առնելու։ Անա գեցած դե հղի պիտի չդառնամ ես։ Քայլ ունիմ ես առնելու։ Շատեր կան, որոնք գարձեն դեսիլք ունենալը, դեսիլքով շարժիլը նպատակ ունենալ, ասան գազես երկինքեն պիտի նայեր քիրգը։ Բայց այդպես չէ։ Ինչպես ովևէ գին չի ծնտապերեր անանք, երկինքեն չի կար բզդիգը, չեմը։ Երբ երեխա է մեկ ման կարտում մգար գտի դե եւ գգարձեի ադի ճշմարտությունն է, աս մեծ թրջունները գային, մեծ փերանով, չէ, արաքիլները։ Եվ գբերեին բզդիկները ձնողներուն քիրգը գտնեին, չէ։ Ես գգարձեի այդպես կուկար բզդիկները։ Բայց այդպես չէ։ Հոգևորաբես մենգալ քրիստոնյաները սանանք չեն կնար ապրիլ, որ երեսանք երկինքեն պիտի կա, քայլ մգա ես պիտի առնեմ Աստուծո հետ շարժելով, որովհետեւ ես ադիգա իմ կյանքիս մեջ ունենամ։ Հետևաբար եկեք գարտանք Սամոս 139 եւ այս ճշմարտությունները Աստված գուզե մեր մեջը փորակրել, որովհետեւ ադոր իմ երաշարժինք։ 139 Դի գարտամ 10-րդ համարեն Գսե որովհետեւ դու ստեղծեցիր իմ ներքին անդամները եւ ծածկեցիր ինձ իմ մոր որովայնում։ Գոհանում եմ քեզնից, որովհետեւ ահավոր եւ զարմանալի գերբով ստեղծվեցի։ Դու ահավոր եւ զարմանալի ցևով ստեղծված ես։ Նորեն Աստված անունը չքաշեց ասպես լոտոյի մեջից անունը քաշեց շողիկ։ Յա թող շողիկը ծնի այս անգամ։ No։ Քեզի հրաշալի զարմանալի ցևով գազմած է, ստեղծված է։ Վրատ աշխատանք դարած է Աստված։ Գաղաբարե չելարթուն։ Յուրահատուկ Ինչ կեցի որ մարդ արարած ցույնի փաթիլի բես է, ամեն մեկ փաթիլ յուրահատուկ է, նույնպես մարդ արարած յուրահատուկ է, Աստուծո իմաստությունն է, ստեղծագործարար զորությունը կամ հանճարն է, որ ինքը կարող է ասկան տարերու ընթացքին հազարներով դարիներ անցած ամեն մարդ յուրահատուկ ստեղծած է, ամեն մեկուն իր հատուկ նկարակիրը, ամեն մեկուն իր հատուկ դեսիլքը կամ նպատակը պատրաստած է Ադմյան Աստված գնանել։ Եթե տշնամին բիդներ նույն գաղաբարով պիտի հաներ, ամենքս նույն ֆաբրիկեն պիտի հաներ, նույն գաղաբարով պիտի ելար։ Այստեղ մեկած սևլեր կա գզարնե դիմացը։ Սոկոհանում եմ քեզնից, որովհետև ահավոր եւ զարմանալի գերբով ստեղծվեցի, զարմանալի են քու գործերը եւ իմ անձը լավ է հասկացել։ Դու լավ հասկացել ես, որ դու զարմանալի եւ ահավոր ցևով ես ստեղծված։ Շատեր կա չեն գիտեր։ Որով այդքան խոսք իրենց վրա արձակված է, ես ծնողներ գիտեմ իրենց զավակներուն վրա շատ քեշ խոսքեր կհրճագեն։ Շատ անգամ մենք մեզի շատ սխալ խոսքեր կհրճագենք։ Բայց Աստված գսե ես քեզի զարմանալի եւ ահավոր ցևով ստեղծեցի։ Բեկե լավ ջանչնաս տունա դիգա։ Տուն քիձին յեդևը գյանտնո մեկը չես տուն աչևի քիձեն ես եւ Աստված քեզի գազմեց։ Գսե ատամին եւ գազմեց ժամանակ արավ հողեն իրեն մշակեց։ Գսե իմ ոսկորները չծածկվեցին քեզնից, երբ ես ստեղծվեցի ծածուկ դեղը եւ ջարդարությամբ գազմվեցի երկրի խորություններում։ Ջարդարությամբ գազմված ես դու։ Քո աչքերը տեսան իմ գերբարանքը, որ անպատրաստ էր թեր, եւ լավ նայեցեք այստեղ։ Եվ քո քրքում քրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, երբ թեր նրանցից ոչ մեկը չգար։ Իր քրքի մեջ քրված է թե թուն ինչ նպատակ ունի զարայելու։ Քու դեսիլքդ չեղած ամեն քրված է քեզի համար լավակույնը գազմված Աստուծո գողմե, որ զարմանալի գերմով ստեղծված ես եւ գազմված ես, ադի քեզի համար պատրաստած է։ Սկիզբեն Աստված դեսած է ամեն ինչ, նյան Աստված գնա դինել, քով ժամանակ չգա, ամեն ինչ կդեսնե։ Անցյալ ներկա աբակա չի ծնած, քեզի համար արդեն դեսիլք ունի։ Քեզի համար հատուկ ծրագիր ունի, որ միան քեզի դրված է ադի որ ամփոփչացնես։ Թուն իմինս չես կարա, ես քուգին չեմ կարա։ Բայց ես եւ դու միասին եւ որ մենք ցերքերը տնենք այն դեսիլքին, որ Աստված մեզի դված է, գնա Աստուծո կորձը աչև սկսի երթալ։ Սո ծրագիր գա։ Չգարձես որ Աստված
քեզի մորցած է։ Չգարձես, որ թուն քու յուրահատուկ ծրագիրը քեզի համար չգա։ Դե դու միանաս ուրիշին։ Չգա։ Գովինտացիս է գա, քեզի համար յուրահատուկ ծրագիր գա։ Ասե որ գսես Ամոս 1:39 չդեսնված քրված էին բոլոր այն օրերը, որ լինելու էին մեջնալալով թուն։ Երբ Տեր նրանցից ոչ մեկը չգար, սկիզբեն դրած է ասված։ Բայց եթե ես չհետաբնթեմ այն ծրագիրը, ես պիտի չվայելեմ ասիգա։ Դված է ասված, բայց չի զորեր քու վրա։ Թուն պիտի ուզես այս մեկը։ Ճիշտ ինչպես եւ որ մեքենամը առնես հետուգուկա user manual-ը, չէ՞։ Հիմա շատերը ինչ կնեն, կթափեն ադի, չեն նայր ադոր երեսին, գսեն մենք գիտենք ինչպես ասի կգազմվի, եւ գսկսին գազմել, վերջավորության մի քանի գդոր կմնա, գսեն ասոր պետք է ինչ է չենք գիտեր, ադա կթափեն։ Բայց user manual գա, չէ՞։ Եվ դի դեսես որ եթե գուզես երկար ապրի այս մեքենան եւ իր պետքը ծարայե Դու պետք ունես ad user manual-ին հետևելու։ Եվ ասի մեր user manual-ն է, որ Աստված մեզի տված է։ Իրականում ես պետք է Աստծո կով երթամ, որ ինքը ինձի ստեղծած է, ինք ինձի լավ գիտե, ինձի համար դեսիլք ունի եւ իրեն պետք է հարցնեմ դեր իմ դեսիլքս, քու դեսիլքդ ինձի համար ինչ է ինձի ջանցուր ադի ես կուզեմ լավ ջանցնալ։ Ես բադամամ չեմ ծնած, ես զարմանալի ցևով ստեղծված եմ, յուրահատուկ ծրագիր ունիմ, նպատակ ունիմ եւ ես ադի կուզեմ քեզ մե։ Իմ գոչումս կուզեմ ջանչնալ եւ գոչումից մեջ ապրիլ։ Ամեն։ Գոչումից մեջ պիտի ապրիմ։ Ասի ավտոմատ պիտի չի կա, ճիշտ ինչպես բզդիգմա ավտոմատ չի կար։ Կետեոնին երբ մոդեցավ հրեշտակը դադավորած 6-7-ի մեջ կգարտանք, գսե փախստական հաս կհավաքեր, ծորեն կհավաքեր եւ փախուս կուդար վախոդեր գվախնար եւ գփախեր տշնամին որ են չդեսնե հանգարց հրեշտակի իրեն երևեցավ ասավ ով գդրիչ ինքը ոչ լուրուներ իր գոչումեն ոչ լուրուներ իր դեսիլքեն ինքը գարզեր բնական մեկն է վախկոդ մեկն է բայց եւ այնպես Աստված իրեն համար ավելի մեծ ծրագիր ուներ եղեր ինքը պետք է ջանչնարատ մեկը, ադու համար գտեսնես հետաբնթեց, ադոր համար Աստուծո հարցուց երկու անգամ փանտրավ Աստուծո արջև, որ հաստատե ասի կու գամքը դե ինձի համար հետաբնթեց այս մեկը, նախքան ինքը դեսիլքի մեջ սկսի քայլ առնել։ Ես եւ տունան նույնպես պետք է անենք։ Դա ասված ինձի դեսիլք ունի ես պետք է հետաբնթեմ։ Ես պետք ունիմ իրեն հարցնելու, ես պետք ունիմ այդ մեկը հաստատելու Նախքան ես այդ դեսիլքի մեջ սկսեմ շարժիմ քայլերս նետեմ։ Տուն քու լավակույնը դես եւ որ տուն Աստուծո դեսիլքին, որ քեզի տված է, անոր մեջ ունես։ Անգե դուրս եւ ապրիս, տուն տշկոես, տուն դրդունջ ունիս, տուն նեղություն ունիս, գսկաս որ չէ հեծած puzzle-ը։ Մինչեւ որ տրվիս ճիշտ այն դեղի մեջ, որ Աստված աս մեծ քարտեզի մեջ քեզի համար պատրաստած է։ Հոն գսկաս որ Ես ասի էի, որ պետք է լայի սկիզբեն։ Երեմիա, եկեք Երեմիա բանանք, 29-ը։ Երեմիա 29:11 Գսե, որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորում եմ ձեր մասին, ասում է Տերը, Փարորության խորհուրդներ եւ ոչ թե չարիքի։ Իմ դեսպիկ կարոզ է աղջիկս։ Փարորության խորհուրդներ եւ ոչ թե չարիքի, որովհետեւ ցեզ աբակա եւ հույս տամ։ Աս մեկ համարին մեջ 3 բան գսե ասված։ Նախ եւ առաջ գսե ես գիտեմ այն խորհուրդները, որ քեզի համար ունիմ։ Ես ակուզեմ գիտնալ։ Ինչ են հատ խորհուրդները, որ ինձ համար ունի ասված։ Գսե հատ խորհուրդները, որ քեզի համար ունիմ, փարորության համար են եւ ոչ թե չարիքի։ Փարիկ պիտի լա քեզի, ուրախություն պիտի լա քեզի եւ որ ցուն ջանչնաս ան խորհուրդները, որ Աստված քեզի համար ունի։ Փարորություն պիտի լա եւ ոչ թե չարիք, որբեսի ցեզ աբակա եւ հույս տամ։ Լսես, Աստուծո դեսիլք եւ նպատակը մեր կյանքի մեջ մեզի գուտա աբական եւ հույս, որ ապրիմ։
Բայց ասկետ դուրս ես փարորության պիտի չհանդիպիմ։ Հավանաբար չարիքի պիտի հանդիպիմ։ Ասկետ դուրս ես հավանաբար իմ նախադեсված Աստծո գոմե աբակային չհասնիմ։ Հույսա չունենամ, մարդիկ կան ամեն արդու գարտնան եւ սիրտ չունին ապրելու այլևս։ Մեքենայի պես ռոբոտ դարձած են ամեն օր նույն բարդականությունը, այսպես այլևս սիրտ չունի։ Ուրախությունը կողծված է այլևս, որով դեսիլքի մեջը չէ, իր գոչումին մեջը չէ։ Ուրիշ գոշիկներ հակած է։ Ինչ կսկաս արդյոք, եթե քիչիկ ավելի փոքր գոշիկ հակվես։ Մադերդ մեջը ասան գլան եւ ասան քալես ժամերով։ Ինչ կսկաս։ Նեղություն պիտի սկաս, չէ։ Իսկ մեծա եթե լա, երևայ Մակդոնալդսի մեծ այդ խամաջիկին գոշիկները հակածես եւ այդպես կկալես, որ ծիծաղելի կդառնաս։ Քու ճիշտ ոտքի չափը գա, որում մեջ հանկիստ կսկաս։ Ես երեք մեկ հատ հերոյեն ամերիկային քրոքս բերեցի, ասչափ հաստ է դագը, սանք մեջը գողեսն ասպես ոտքդ մեջը սոֆայի պես կնստի, ասպես։ Ասի օ, ճիշտ ոտքից չափն է, ադի կսկաս։ Քու չափիտ մեջ եւ որ սկսես ապրիլ։ Հետևաբար պիտի հետաբնտես աս դեսիլքը, ոչ թե քու դեսիլքդ, քու շինածդ։ Հարցուցած ես Աստծո, քու գոչումը ինչ է։ Հարցուցած ես Աստծո, քու դեսիլքդ քեզի համար ինչ է։ Իր գողմեն դեսիլքը քեզի համար ինչ է։ Ժամանակն է ադինես, որբեսի օթոն բարաբի չքշես, ժամանակ չգործընծնես, թրամ չվատնես, effective դառնաս Աստծո կորզին մեջը։ Երեմիա 33:3-ին գարտանք գսե գանչիր ինձ եւ ես քեզ բադասխան պիտի դամ։ Եվ ես քեզ մեծամեծ ու խորհրդավոր բաներ պիտի պատմեմ, որոնք դու չես իմացել։ Աստված գսե որ գանչե ինձ եւ ես քեզի բադասխան պիտի դամ։ Ասի խոստումն է։ Եթե գանչես, պիտի դա բադասխան։ Դավիթ ես ինչու բադասխան չեմ առներ, կգանչես իրեն։ Մեկ անգամ աղոթեցի, համբերը ուրիշ համարաբիլ կարդանք։ Երբ որ դու գանչես իրեն, Աստված խոստացավ պիտի դա քեզ բադասխան։ Վերջացավ, ասիգա ճշմարտությունն է սրտիդ մեջ թողարցանկրվի։ Աստված գուզե քեզի դալ բադասխան, եւ Աստված քեզի բադասխան ունի դալու, կսպասե որ գանչես իրեն։ Եվ գանչես ես քեզի բադասխան պիտի դամ եւ քեզի պիտի պատմեմ մեծամեծ եւ խորհրդավոր բաներ, որ դու չես իմացել, մեծամեծ բաներ, ան դեսիլքը որ Աստված քեզի համար ունի, ասպես փոքրիկ դեսիլքը չէ, մեծամեծ բաներ են։ Ընդհանրապես գսեն եւ մեծ բանը քեզիկա եւ սվի այն ադեն ջանցի որ հավանաբար ադի Աստուծմելա որով քու մարդկայինդ մեծ բաներ պիտի ճուզե, քու մարդկայինդ խեղճ բզդիկ բաներ պիտի ուզե, պիտի չգրնա հավատալ մեծ բաներու։ Բացի որ Աստուծմե կա հանգարց ադիգա քեզի։ Որ ես ոտքի գահանե մեծ սարա դեսնես աչքի դաչև գսես ես գարամ Քրիստոսով գրնամ անել ամեն բան որով զիս կզորացնե անով որ զիս կզորացնի ես կարող եմ անել ամեն բան Սոգսես մեծամեծ բաներ ունեմ որ դու չես իմացել բաներ կա որ Աստված գուզե քեզի հայտնել որ դու չես գիտեր եւ եթե հանգարց սկսան գսել ես արդեն ամեն բան գիտեմ Բողոս Արաքյալ գսե թե ադիգա բանը չի գիտեր Այբ Գորընթացիս 8:2-ի մեջ։ Սա ամ որ գսե որ ես ամեն բան գիտեմ, գսե թեր բանն չի գիտեր։ Սո մենք պետք ունենք գիտնալու ամփաները, որ մենք չենք գիտեր։ Քանի մենք չենք գիտեր բոլոր բաները, որ մենք պետք է գիտնանք։ Եվ ես չեմ գիտեր ինչ չեմ գիտեր։ Ես գուզեմ Աստծո որ ինձ իսե ինչ չեմ գիտեր։ Եվ ինձ ուղե։ Եվ որ աթամ եթե բարդեզի մեջ դրավ, չար ու բարի գիտության զարը գար։ Սկզբունքով մարդ արարած պետք է երթար Աստծո կով որ ջանչնա իրեն համար փարորությունը ինչ է, չարիքը ինչ է, բարիքը ինչ է եւ ադուղությամբ շարժեր։ Բայց մարդ արարած սա ոչ, ես գիտեմ, ես գուզեմ գիտնալ, քնած զարեն գերավ։ Անոր համար սանսարցակ դարձավ։ Գործվեցավ մարդ արարած։ Բայց Քրիստոսով մեզի իդ իր կովը բերավ։ Ես հիմա գրնամ իդ իր մոտ երթալ եւ իր մեկ ջանչնալ Ինձի համար ինչ է դրված մեծամեծ խորհուրդները եւ ադոր համացայինը սկսին կալել ես եւ այդ մեկը գնեմ ես Աստծո գսեմ թուն ինձ պիտի ասես ինչ է չարիքն ու բարիքը ինձի համար ես քեզի ու կամ քեզ մեկ խորհուրդ կուզեմ որով քու խորհուրդներդ ինձի համար շատ ավելի լավ են քան ան խորհուրդները որ ես ինձի համար ունեմ կամ նույնիսկ ես իմ ընտանիքիս համար ունեմ
Իբրև հայր եւ մայր ընտանիքիդ համար ալ պետք է դեսիլ կունենաս, որով իշխանությունն իս ընտանիքիդ վրա եւ իրենց ուղղություն ես ի վերջո։ Ես գծավիմ հիմա որ աղջիկս ծնած է եւ իրեն գշալգեմ ասպես ադեներ գմտածեմ արդյոք ինչ կլան այդ բզիկները, որոնք գծնին ընտանիքներու մեջ, որոնք ոչ Աստուծո գճանչնան, հավանաբար անհավատ են, Աստուծո թշնամի են, ինչպես կմեծնան այս բզիկները, կամ գրոնավոր են, գրոն գսորվին, կյանք չկա հավատքի մեջ, միան ձեսերը, միան անոնց մեջ կմեծնան, որ չոր է, կյանք չի գա մեջը, ինչ պիտի լան արդյոք այդ բզիկները, անամա պարկ դուր Աստծո, որ թուն ջանցար իրեն, եւ թուն թերուն իս ընտանիքիդ մեջ, զավակներուդ կյանքին մեջ, իրենց ուղղելու, որովհետեւ իրենք ալ քեզի պես փոխանակ 50 տարի, 40, 30 տարի, ասպես սանսարցակ աբրի բզիկը գնա բզիկ դարիքեն Աստուծո գոչումը առնե եւ ադոր համապատասխան մեծնա, ծառը շիդակ մեծնա։ Փոխանակ ծրի հետո Աստված կա եւ իրեն ուղե գդրեգ արդ բաներ, որ սխալ մեծած է եւ ցավի ադոր համար մեգեն շիդակ մեծնա բզիկը Աստուծո իմաստությամբ մեծնա երեխան։ Ադի նախնդրելի չէ։ Վստահ։ Հետևաբար, Աստված խոստացավ, որ մեզի պատասխան պիտի դա, եթե մենք իրեն գանչենք։ Բայց ինչ տեսակի գանչել է ասի, Մատթեոս 7-ի մեջ կտեսնենք 7-ը, գսե լավ գիտեք այս համարը, խնդրեք եւ կդրվի ցես, փնտրեք եւ կգտնեք, փախեք եւ ցես կբացվի։ Փնակիրի մեջը այս բարերը մեկ անգամ խնդրելու մասին չի խոսիր։ Մեկ անգամ դուրս զարնելու մասին չի խոսիր։ Փնդրելու մասին չի գսե մեգումը մասին գխոսի որ հաջախ փնդրում է, հետաբնթում է, դուրը զառնում է, խփում է, մինչև որ բացվի դուրը։ Մինչև որ բացվի դուրը։ Խնդրե, մինչև դրվի քեզի։ Անի որ երկինք են գկաշե։ Անի որ չի հանցնվիր, անի որ ոչ չի գիտեր։ Իրեն թուն գսես ոչ այլևս հերիք է գփավե այլևս քեզի մդիկ չներ ад անցն է որ գառնե ի վերջո գսե որովհետև ով խնդրում է նորեն խնդրում է ասել է գշարնագե խնդրել ստանում է ով փնդրում է գտնում է ով փախում է նրան բացվում է դեսնես բանալինը մեջն է համարին եւ անուշիկ բաժինը աս համարին այն է որ գսե ով որ Թուրը զարնե պիտի բացվի։ Ասի հadoop մի քանի անցերու համար չէ դրված։ Ով որ։ Ով ուզե թողնի։ Գայ ոչ է իր թիրքը, գայ ոչ է իր բաշտոնը, իր ուսումը, գայ ոչ է հույնը, հրյայը, գայ ոչ է ով է, աղջիկ թե դղա։ Բոլորը ով որ Աստուծո գանչ է, իրեն պատասխան պիտի տա։ Ան որ խնդրե, իրեն պիտի դրվի։ Ասի իր խոստումն է։ Հալելույա։ Իր խոստումն է ասիգա։ Հռոմեացիս 12:2-ի մեջ կսե եւ մի գերբարանվեք այս աշխարհի գերբարանքով, այլ վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ, որբեսի դուք քննեք Աստուծո գամքը։ Տուն Աստուծո գամքը պետք ունիս ճանչնալու, քեզի դրված է որ քննես Աստուծո գամքը։ Որբեսի դուք քննեք Աստուծո գամքը, թե բարին է, հաճելին է եւ գադարյալ։ Okay? Հալելույա։ Ասանք բավական համարներ կգարտամ, բայց ամենը կովի կբերեմ։ Որբեսի դեսնես Աստուծո փափակը ինչ է քեզի եւ ինձ համար։ Այբ Հովանու 5:14 կսե սա է այն վստահությունը, որ նրա նկատմամբ ունենք։ Հովանես Արաքյալ վստահության մասին գխոսի։ Այսօր ունիս հավատացյալներ, որոնք խեղճ գմոդենան Աստուծո, չեն ջանցած, ասենք վստահ չեն, եւ որ Աստուծո գմոդեն, իրենց ինքնությունը չեն ջանցած, չեն գիտեր որ հիմա Աստուծո կո պիտի մոդենան, ինչ պիտի լա, արդյոք Աստված պիտի նեմը, պիտի չնեմը Արաքյալ ասել գսե ես վստահությունն եմ նրա նկատմամբ ու գենք ու կա իրեն աս վստահությունը թե ինչ որ ըստ նրա գամքի խնդրում ենք լսում է մեզ եւ եթե գիտենք որ լսում է մեզ ինչ որ խնդրում ենք գիտենք նաեւ որ նրանից ստանում ենք բոլոր մեր խնդրածները Սոյբ խնդրեմ գիտեմ գլսե եւ գիտեմ գլսե ուրեմն պիտի ստանամ անկարելի չստանամ խնդիրը Եդ սկիզբը կալում է սկիզբի բաժինն է եւ գսե եւ գջանչնամ ես իր գամքը եւ ինչ որ խնդրեմ իր գամքին համացայն։ So ես պետք ունիմ իր գամքը ջանչնալու
ինձի հանդեպ դեսիլքը առնելու, որովհետեւ ադոր համացայն աղոթեմ։ Դերը կբադասխանեն աղոթները, երբ քու դեսիլքիդ հետ կապված է, ան գոչումին հետ, որ Աստված քեզի դված է։ Ադոն կբադասխանե Աստված, որովհետեւ իր գամքն է քեզի համար։ Μα քիչ գնամ, ասանք քիչ թե շատ վատ օրինակով մը կոնե միկս ավելի բարձել հայրեր կան, որոնք կուզեն իրեն զավակը, ասինչ ուսումը առնե, չեմը։ Եվ ինքը այդ ուսումին համար պատրաստ է ամեն ինչ անելու, բայց զավակը կուզե որ ուրիշ ուսում ունե։ Ինչ կսկա հայրը, նեղություն կսկսի լալ դամ մեջ, չէ։ Մեկը պետք է զիջի։ Բայց երբ դեսես զավակը ի վերջո զիջի եւ ասենք բաբային ուզածին ենթարկվի, բալբան պատրաստ է ամեն տրամ վճարելու, ամեն ինչ անելու, որովհետեւ ադիգա հաճողի։ Ասի քիչիկ վատ օրինակ է անշուշտ, որովհետև քիչիկ բան է, բարդատրական է եւ ազատ գամքը բանգն է, բայց նույն ադեն Աստծո է կաս, ասի չար օրինակն է, բարի օրինակը, ան օրինակն է, թե Աստված քեզի համար գամքը իր գամքը ունի, եւ երբ դու այդ գամքը ճանչնալով սկսես շարժիլ եւ ենթարկվել այդ գամքին համացայն, այդ գամքը սկսես խնդրել լալու քու կյանքիդ մեջ, Աստված պատրաստ է ամեն ինչ անելու, որովհետեւ ադիգա հաճողի։ Դեսես Գիտենք, թե ըստ նրա գամքի խնդրում ենք, եւ եթե իր գամքի նրաման խնդրում ենք, լսում է մեզ, եւ եթե լսում է նա պիտի գադարե կամ պիտի ստանանք նրանից բոլոր բաները, որ մենք խնդրում ենք։ Ետ կալով Երեմիա 29, 11-ը, որ գարտացինք, որ մեջը գսե ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհուրդ են ձեր համար, բարօրության խորհուրդները, ոչ թե շարիքի, որովհետեւ աբակա եւ հույս տա, քախնիկը հետո հաջորդ երկու համարներում մեջն է։ Ինչպես պիտի գտնեմ ես աս գամքը իր, գսե դուք գգանչեք ինձ, նայեցեք նույն բանին գուքագորի հետ։ Դուք գգանչեք ինձ, ես քեզի պիտի չի դամ գսե որ մեկեն։ Դու պիտի գանչես ինձ, քու ազատ գամքովդ պիտի կաս ինձի։ Դու պիտի գանչես ինձ եւ գքակ ու գահոթեք ինձ, եւ ես գլսեմ ցեզ։ Դուք կփնտրեք ինձ ու գգտնեք։ Երբ ինձ ծեր ամփոխ սրդով որոնեք։ Սոփանալին հոն է։ Ես գտնեմ ամփանը, որ ես գուզեմ, եթե ես իմ ամփոփ սրդովը սիրեն գփնտրեմ։ Որքան տուն իղծով եւ փափակով գփնտրես ասի, գորոշե թե տուն պիտի գտնես թե ոչ։ Քու ուզածիդ պիտի հասնիս թե ոչ։ Հղությունը չես կնար, ասանք շրջանցել։ Որովհետեւ Աստծո դեսիկը քու կյանքիդ մեջ զնի, դու պետք է ամփոփ սրդով փնտրես, Աստծո հետ հարաբերություն պիտի մշակես, մդերմություն կբանջի, ասի որովհետեւ դու հղանաս ի վերջո։ Քու մեջը զնի ադի։ Եվ հետո քեզ մով զնի ուրիշներու մեջ։ Պետք է քու մեջը ադիգա հունդը պետք է ներս մտնե եւ ադիգա բանն է հղության process-յանը սկսի։ Ադի չես նա շրջանցել։ Բոլոր անոնք որոնք բզիկ զնանին մայրերը, լավ գիտեն որ բոլոր process-ը կարեւոր է։ Հղությունը իմ միջոցը եւ անգետ կձնտապերությունը ես գիշեմ մեր աղջկան համար ամեն հանգրվանի մեջ սկուշ էինք ամեն հանգրվանին համար բادرաստություններ գնեինք որովհետեւ շիլակ ընտանա ամեն ինչ եւ հանգարց սխալ բան չբադայի սելով բայց չես կնար մի քանի բաներուն կարեւորություն տալ եւ ուրիշ բաներ մոռնալ չես կնար ձնտապերության կարեւորություն տալ եւ հղությունը անդեսել որով չես հասնի ձնտապերության եթե հղության process-ին չանցար Աստծո հետ չես կնարթուն դեսիլք ունենար, եթե դու մդերմություն չես մշակեր, իրեն ամփոփ սրդովը չես փնտրեր։ Գիտես, պիտի խելքդ մի կրավե Աստված։ Իր երևեն վազես, քու նպատակը դա դիվիդի լավ, ինչեւ որ ադի արնես։ Եվ գուտա Աստված, պատրաստ է, գսե որ պիտի դա քեզի։ Աստված որ մի երազով ինձ այս մեկը խոսեցավ, ասավ, երբ դու փնտրես ինձ ամփոփ սրդովդ, ինձ կգտնես։ Երազով եկավ ինձ որ մասի ասավ։ Որովհետեւ իրեն գարցնեի դեր քեզի գուզեմ գտնել, քեզի գուզեմ իմ կյանքիս մեջ, գուզեմ ավելի երևիս իմ կյանքիս մեջ։ Երազիս մեջ եկավ, ասավ, աս համարը բացավ, եւ ասավ, եթե փնտրես ինձ ամփոփ սրդով կգտնես ինձի։ Մեկ խոսքով գուզե որ իմ սիրտս միտքս ամեն ինքը կրավե։ Աստված նախանցոտ Աստված է։ Կսեք նախանցի։ Եվ հանգարց դեսնեմ իր սիրտը ուրիշ բանով կրավված է, իր սիրտը փանգել է Աստծո։ Իմ գուզե որ քու սիրտը դիրմով կրավված է։ Ամփոփ սրդով ադի է։ Իրմով կրավված է լա։ Այսօր մարդիկ կան, որոնք իրենց դեսիլքը չեն գիտեր եւ կամ գոչումը չեն ճանչնար եւ գտեսնես ասանք յոլագերթան
գդարաբին դարիներ կանցին ես գիտեմ աշակերտներ կային համալսարանի մեջ որ համալսարանը չէին ավարտել ամեն անգամ իրենց դոմեյնը կփոխեին հանգարց բժիշկերը սկիզբի հիմա բժշկությունը ցկեց հիմա մտավ ինժեներինգի մեջ ինժեներինգը ցկեց հիմա մտավ կոմպյուտեր սայենսի մեջ շվարածը չգիտեր որ ինչ պիտի է դարիներ անցած է ասոր մասին չէ մտածած վերջին վարյաններուն հասած է դակնավի մեջ ինգած է հիմա ինչ պիտի ինեմ ես շվարած է ասես դարիներ կանցնին եւ գգրտնե եւ գերգարի հետ համարսարանայի ցանկը որբեսի հետենիշ չեր գարի հոգեվոր այս ճամփորդությունը մենք պետք ունենք սկիզբեն ճանչնանք եւ ադանք շարժենք լավ մխոտեցի ասիգա ծեր մեջը հստակ է ասիգա աստված գուզե քեզի հայտնել նախ ասենս աստված ունի քեզի համար յուրահատուկ ծրագիր աստված գուզե քեզի այդ մեկը հայտնել ինքը չի բարդատրել այդ մեկը այդ մեկը ստանալու համար ես իրեն պիտի կանչեմ ինքը ինձ պատասխան պիտի տա Դավիթ դեր պատասխան չստացա ես եմ իբնդրեմ ամբողջ սրտովս որովհետեւ ես պատասխան ստանամ պիտի փեդաբնթեմ այս մեկը որովհետեւ պատասխան ստանամ եւ որ դու այս մեկը անես այն ադեն գտեսնես աստված ոչ միայն քեզի համար յուրահատուկ ծրագիրը կամփոխացնե եւ ամեն պետքերը գահայտայթե նաեւ քեզմով ընդհանուր մարմինին ծրագիրի մեջ ընալ քու ներդրումդ կփերը որով աստված այո յուրահատուկ ծրագիր դված է ամեն մեկուս բայց մեզի գղզինելու նպատակով չէ դված ադիգա մի դեսնես իր ծրագիրը քեզի պիտի միացնե Քրիստոսի մարմինին եւ Քրիստոսի մարմինի մեջ քու ներդրումը Դավիթելլա եւ որթուն քու դեսիլքիդ մեջնես եւ որթուն քու դեսիլքդ գիրագանացնես աստուծմով մի դեսնես եկեղեցին ընդհանուր արաքելության մեջ քու բաժինը դալ գբերես որ ընդհանուր դեսիլքնալ գաչողցվի որ որով աստված ասպես գղզիներ չի շիներ աստված Քրիստոսի մարմինը հրած է եւ քեզի անոր անդամ դարձած է եւ մեր եկեղեցին իր արաքելություն ունի իր դեսիլք ունի մեր եկեղեցու դեսիլքը առաջնորդներ բարձրացնել է աստուծո սիրտով որոնք լեցված են քիդուչունով որ մեր աստվածաշունչի դբրոցը այզոմը վիայուն բոլոր ասոնք անոր կներդրե նգարակիրով ծառայության ընթացքին բավական պիտի խարդոցե քեզի աստված դու պիտի խարդոցվիս որով նգարակիրը պետքա գերդվի որբեսի քու դաղանտներդ քեզի ավելի հերու դեղեր դանին թե ոչ դաղանտներդ քեզի դեղ մգահանին որ նգարակիրդ քեզի կեդին գիչեցնես ու նգարակիրը դա պետք է գերդվի աստուծո բատկերին նմանությամբ պետք է դաշվի որբեսի լավ քրեմադիդդ եւ երեք օծությունով որբեսի կարողանաս աստուծո կորձնել երկրի վրա աշխարհի գտնված թարմ ճուրեր թարմացնես ցանկի աղբյուր եկեղեցին ենք մենք դու պիտի դառնաս ցանկի աղբյուր ցանկի աղբյուրի շուրջ պիտի չհավաքվենք այսպես քեզի պիտի դարձնե ցանկի աղբյուր դու եւ գուկաս աս եկեղեցին դու աս արաքելության մեջ մդար աստված քեզի հոս դրավ աս արաքելության մեջ եւ այն դեսիլքը որ աստված քեզի համար պատրաստած է պիտի ներդրե աս ընդհանուր դեսիլքին մեջ քեզ մեկ հատ օրինակ դամ որպես ավելի հստակ լա իմ մարմինս ունի ոտք իմ մարմինս ունի ցերկ հիմա ոտքը իր հadoop ծրագիր ունի իր հadoop գոչում ունի դեսիլք ունի աստուծմե իրեն դրված ցերկը իր հadoop դեսիլք ունի գոչում ունի եթե ինքը իր գոչումը չնե ցերկս չեմ գնար կորձածել իր պետքին համացան պետք է ցերկս ջանչնա թե ինքը ցերկ է եւ իր նելիքի ինչ է եւ ադոր համացան ինքը գծարե հանգաչես տեսներ ոտքին կորձը գնե ցերկը իր կորձը գնե ոտքի իր կորձը գնե բայց եւ որ երկուքը իրենց գարկին իրենց կորձերը ունեն գտեսնես ընդհանուր մարմինը գործնվի որովհետեւ ոտքը գծարայե որ ընդհանուր մարմինին ի վերջո ցերկը գծարայե որ ընդհանուր մարմինին ի վերջո եւ ասմեգը ինչու համար գխոսին որով շատներ որոնք դեսիլք գարնեն գսեն ես դեսիլք ունեցա գտեսնես ինքզինքը լման եկեղեցին գփաժնե գսե ասիգա իմ դեսիլքը սեվադոր էդևեն գերտա բայց աստուծո միտքը ադի չէ քեզի դրակիրը դեսիլք մը բիչի դա որ մարմինեն քեզի փաժնե ադի աստուծո կորջը չէ ադի ուրիշ մեկն է ադորանունը սատանան է ադորանունը որ քեզի գփաժնե գոր մարմինեն եւ քեզի փաժնե մարմինեն տուն հում մի ստարցար տշնամին առանցին ես բայց եւ աստուծո քեզի դերված դեսիլքը իրական իրմե է բի դեսես ընդհանուր մարմինին գծարայե գորի վերջո Տշպախ պիտի լա, եթե ոտքս չի ջանչնար իր գոչումի ինչ է։ Անգողինի մեջ պիտի արդնամ բիչի գրնամ ոտքի էլ և կայլել, չեմը, որով ոտքերս սանսարցակ դարձել են, չեն գիտեր, որ ինչու համար գան իրենք, կամ ցերկերս չեն գիտեր ինչի համար գան,
եւ որ ֆելիջ գլան, չէ, այլևս գտատրի ծարայել են, ասենք ոտքերը գտատրի ծարայել են այլևս, անդամալույզ է, չի գնար քայլել։ Եվ այդպես հավատացյալներ կան այս օրերում, որոնք ասպես սանսարցակ վիճակ ունին, չեն գիտեր որ Աստուծո չեն արծուցած։ Ինքը ոտք է եւ իր ոտքը լալը չի գիտեր։ Կփորձե որ ցերկը լալ, աչքը լալ, քիթը լալ եւ միշտ բադի գզարնվի եւ չի հասկնար թե ինչ կբադայի իրեն։ Ինչի համար ինձ էսպես բադահումը։ Ինչ է լինում ինձ։ Պետք ունի մեկը Աստուծո հարցնելու։ Եվ դա ավելի թշպախտ է, եթե գճանչնա իր դեսիլքը, ունի իր գոչումը, սակայն որոշեց մարմինեն հերու ապրիլ։ Գտիմանա այդ ոտքը։ Հաշվենք բաժնեցի ոտքս իմ մարմինես եւ կացի ինքը սկսավ ասպես առանցին ցակ կրդել եւ փորձել ցերկ ճունի փամնել կոլ փամը չի գնալու մարմինինա միացած չէ արյունը չի դառնար գտեսնես կփդի այլևս այդ ոտքը չեմը եւ ասպես հավատացյալներ անգան թշնամին ծրակիր ադի է քեզ ուզե բաժնել որովհետեւ դու փդիս բայց երբ քեզի մարմինին միացնե եւ դու քու դեսիլքը ջանչնաս եւ այդպես ապրիս հանգած բիդեսնես ազո գամքի ինչպես կգադարվի քու կյանքիդ մեջ ամեն հետապար այսօր ես հոսպիտի գենամ եւ ես պիտի գոչ ուղեմ բոլորիս որ փնդրենք Աստուծո գոչումը մեզի համար ինչ է եւ եթե գջանչնամ գոչումը հարցնեմ թե ես արդյոք այդ ծրակիրին այդ դեսիլքի մեջ ինչ քայլեր արած եմ գամ թե արդյոք դրած եմ բահարանի մեջ փոշի գաբած է ադիգա այսօր ժամանակն է ադիգա այդ դուրս անես փոշին վրային հանես Աստուծո օծությունը կա եւ քեզի այդ գոչումիդ մեջը քայլեր առնելու զորությունը դա եւ դու սկսես ասես պիտի առնեմ քայլ աս գոչումին համացայն եւ եթե ես չեմ ջանչնար դերը սավ խնդրե պիտի դրվի եկեք խնդրենք ուրեմն եւ գուզեմ խնդրես ջանցիր քեզի ինչ դված է Աստված եւ ինչու համար դու այսօր ծնար մեկ թար առաջ չի ծնար ինչու համար Աստված քեզի այսօր ընդրեց որ կաս ինչու համար ես այսօր գամ գրնայ 1000 տարի առաջ կալ բայց Աստված քեզի եւ ինձի այս օրերուն համար ստեղծած է մեզի հոս հավաքած է աշխարհին 4 կողմերեն եւ հիմա Հայաստանի մեջ ենք մենք թեր ունենք այստեղ անելու բադահմամ չէ որ դու հոսես ասանք Աստված հանգարտ չի որոշեց սա ես գուզեմ գարինեն կա Հայաստան նպատակ ունի իրեն Հայաստան փերելուն ուրիշին Ավստրալիա ղրգեց ուրիշին